կլինի։ Ասեմ մեր ընկերներից մեկը բավականին լավ էր նկարագրել Պուտինի խոսքերի հիման վրա, թե ինչ ասել է այսօրվա արևմուտքը։ Դա Շեյխանն է, որ իշխանությունը կորցրել է, եւ իշխանությունը պահելու համար մի շարք տաբակիներ, նենգություններ, խաբեություններ, ջրի վրա խմելու ջրի վրա իշխանություն, բայց վերջին հաշվով արդարության կողմնակիցները հաղթելու են։ Սա իր մայրամուտի վերջին ճիչերն է։ Ուժեղը երբեք նենգությամբ, խաբեությամբ, ստորությամբ քայլ չի անում։ Ուժեղը վստահ է իր ուժերի վրա, չէ, վստահաբար։ Հիմա նայեք հետաքրքիր այսպիսի դրվագ։ Բանակցություններ են գնում մինչև Իրանին հարվածելը։ Տարբեր տեղեր, տարբեր արաբական երկրներում միջնորդներով Միացյալ Նահանգներ Իրան միջուկային զինանոցի հրթիռների հետ կապված մի փոքր հաջողությամբ բանակցությունները մի փոքր ձախողումով, բայց այնուամենայնիվ գնում էին։ Եվ մի պահ էս վերջերս թվաց, որ իսկապես եկել են ընդհանուր հայտարարի, այսինքն արմատական պատերազմական հռետորաբանությունը ոչ Իրանի կողմից կար, ոչ Միացյալ Նահանգների, ուշադրություն դարձրեք։ Ու վերջին մի պահին Ամերիկան սկսեց ինչ-որ կտրուկ բաներ, ոչ Տրամպը, հայտարարություններ, Իսրայելը ձայնը կտրել էր, ծիշովադի նիժը տրավի տարբերակներ։ Շատ հետաքրքիր է, որ եթե Իրանի հատուկ ծառայությունները վստահաբար գիտեին, որ Միացյալ Նահանգների թիրախը հոգևոր քաղաքական եւ ռազմական ղեկավարությունն է, ապա այդ մարդիկ նախ միասին չէին լինելու, վստահաբար, որ հարվածի չընթարկվեին, եւ երկրորդ առավել արդյունավետ չխոցվելու համար շարժման մեջ էին, այսինքն ոչ թե ինչ որ միտեղ գնում մնում էին շենքում, իրենք անդադ շարժման մեջ էին եւ շատ դժվար էր իմանալ, ասենք մոտ 30-40 հոգևոր քաղաքական ռազմական ղեկավարների լինելու վայրը, առանց որ շարժման մեջ են։ Հիմա մեկ էլ հարվածում է Միացյալ Նահանգները եւ պարզում է որտեղ են լինում ղեկավարները, ոչ ավել, ոչ պակաս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այլևս նահատակ Խամենեյնի աշխատավայրում առանձնատան, այսինքն եւ առանձնատունը եւ աշխատավայրը հարևանությամբ է։ Այսինքն եղել են խորհրդակցության։ Իսկ ինչ ասել է խորհրդակցություն, երբ որ բոլոր ռազմական ղեկավարները այդտեղ են, ընդ որում քաղաքական ղեկավարները եկել են, օրինակ Լարիջանի մյուսները, իրենք գնացել են, իրենցից հետո եկել են ռազմական ղեկավարները, հոգևոր առաջնորդի մոտ, երկրի փաստացի կառավարչի մոտ, եւ այդ ժամանակ հարված է տեղացել։ Սա միայն մի բանի մասին է խոսում, որ ամենայն հավանականությամբ ըստ իրանական կողմի բանակցությունները մտել են հաջող ավարտական փուլի մեջ, խաղաղությունով։ Եվ հոգևոր առաջնորդը իր մոտ է հրավիրել քաղաքական ղեկավարությանը, որը ոչ միայն տեղեկացնել, յուրաքանչյուր իրողությամբ պատրաստել այն փաստաթղթերի փաթեթը, որի հիման վրա պիտի կնքվեր ինչ որ պայմանագրեր կամ համաձայնություններ։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար քաղաքական ղեկավարությունը խնդիրը չի, խնդիրը ռազմական ղեկավարությունն եւ հոգևոր առաջնորդն է։ Այսինքն քաղաքական ղեկավարությունը հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից հետո գնացել են եւ դրա համար քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, այդ թվում եւ նախագահ եւ անվտանգության խորհրդի քարտուղարը, ասենք նույն Լարիջանի, իրենք ողջ են։ Գալիս է ռազմական ղեկավարությունը, հիմա նույն հանձնարարականները եւ քննարկման արդյունքում պիտի ստանան ռազմական ղեկավարություն։ Այդ ժամանակ հարվածը գալիս է։ Այդ տարածքը, որտեղ իրենք աշխատել են 30 բանակցում ես ասում ես վերջ խաղաղություն, միակ տարբերակն է, միակ տարբերակը, որ ռազմական ղեկավարությունը հոգևոր առաջնորդի հետ նստած ինչ որ բան է քննարկում։ Սա քննարկել են վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Դուք տեսնում եք նենգության, ստորության չափը։ Ինչպես անել, որ բոլորը միասին լինեն։ Միացյալ Նահանգները խնդիր է դրել հատուկ ծառայությունը խաբելու, նենգամբար թիկունքից հարվածելու։ Հիմա հարվածից հետո զոհվում են համարյա ռազմական ղեկավարության առաջին դեմքերը, որտեղ այդ քննարկմանը եղել է ռազմական ղեկավարության առաջին դեմքերը։ Բայց ես միշտ ասել եմ, որ ռազմական ղեկավարությունը եւ քաղաքական ղեկավարությունը եւ հոգեվոր ղեկավարությունը իրենք ունեն փոխարինողներ, ոչ թե որոնք գալու են ժամանակավոր պաշտոնակատար, այլտեղ միանգամից պարտականությունները ամբողջությամբ կարող են իրենց վրա վերցնել։ Շատ արագ 3-ի խորհուրդ է ստեղծվել նախագահի գլխավորությամբ
Երեք ասին, որ արդեն ընտրվել է գերագույն հոգևոր առաջնորդը, շուտով 1-2 օրվա ընթացքում ամբողջովին Իրանի նոր ռազմական եւ հոգևոր ղեկավարությունը արդեն երկրորդ էշելոնը իրեն գալու են իշխանության եւ հայտարարելու են։ Հիմա սա ինչի մասն է, սա արդյոք մեզ համար դաս է թե չէ։ Իհարկե դաս է։ Այսինքն արևմուտքի երաշխիքները եւ ես այդ ժամանակ երբ որ մտածում եի ու վերլուծում եի գնահատում եի, թե ինչպես եղավ որ հավաքվեցին բոլորը միտեղ։ Միակ տարբերակ սա է, ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն դրական բանակցություններից եկել են կարելի կռայել, որ եկել են դրական ազդակներ։ Ոչ թե ազդակներ, հավաքվել են, որ հանրականներ ստանալ, որ ամենից այս պատասխանատու ու այդ պահին 30 ինչ բնորոշ, հա, սիոնիստական ասեմ, նացիոնալիզմ, ինչ Աջելա Քիսինջերը ասում էր Ամերիկայի հետ վատա թշնամանալը։ Մահացույա բարեկամ լինելը։ Ահավասիկ ինչպես ասում են ձեր խաղաղությունը հրթիռներով կտրեմ եւ ձեր երեխաներին պայթեցնելով կտրեմ, էլի, սա է։ Հա, այսպես, վստահաբար ուրիշ տարբերակ չկա։ Սիրիայից կամ մյուս երկրներից հետո չեն ասելու, չէ՞, որ մենք ձեր սիրելիներս ազատ ագրում ենք բռնապետներից, բերում ենք ձեզ ազատություն։ Այո, բերում ենք, չէ, ժողովրդավարություն չեն ասում, ազատում ենք բռնապետից, որովհետեւ դրա փոխարեն բերում են Մարտակերտ, մենք տեսանք էլի ինչ բերեցին Սիրիայում ու մնացած երկրները ինչ են գերում կամ նույն Վենեսուելայում ինչ արեցին, նույն գաղափարակիր մի հատ ենթակա ինչ որ մեկին բերել են, բայց ուղղակի կապիտուլացիայի տակ ստորագրում է, էլի նավթը տիմն է, իմն է, ուրանը իմն է, երկիրը տիմն է, ժողովրդի իմն է։ Բանդիտիզմ է, էլի սա։ Ես չգիտեմ, բանի լավ, ինչևէ միջև դուք անցնեք ինչ հետևություններ, ես վերջին լրահոսը ներկայացնեմ, Թրամփը կարծում է, որ Իրանում ռազմական գործողությունը կարող է տևել միջև 1 ամիս։ Սիրելիներս, այս են նույն Թրամփն էր, որ խոսում էին մի քանի օրվա մասին, ճիշտ է, 2-3 օրից պիտի կապիտուլացվեն եւ ժողովրդը ոտքի կկանգնի, բայց տեսեք թե ինչ ժողովուրդ ունի եւ ընդհանրապես ինչ իշխանություն ունի եւ այսպեսին են նաև ղեկավարները լինում, էլի գնան զոհվելու, բայց տենց հեշտ չի, սա ուղղակի այն մարդկանց, որ ասում էին մենք դե վտանգ էինք տեսնում, չգիտեմ, ինչ տենց հեշտ ու հանգիստ մի հատ ճամփրուկի նման իշխանությունը փոխանցեցին փողոցից եկած շներին, ու մենք հայտնվեցինք այս վիճակի մեջ։ Իրանական դրոնը հարվածել է Բեն Գուրիոնի օդանավակայանը, մարդիկ սկսել են դուրս գալ թռիչքի պատրաստող ինքնաթիռներից։ Հա, իդեպ այսօր Թարևան երկրներին, պրոքսի երկրներին հարվածում են, որ ասում էին, եթե դու ռազմավարական քո դաշնակիցը Միացյալ Նահանգներն է, վերջացավ, չէ, դու արդեն ինչքան անվտանգ ես։ Տեսնում եք հիմա այդ անվտանգությունը։ Դե ամեն մեկը յուրով է հասկանում անվտանգությունը ինչ բան է։ Այո։ Թել Ավիվում հզոր պայթյունները շարունակում են հնչել, հրթիռային հարվածներ, այսինքն այնուամենայնիվ հրթիռները կարողանում են հասնել Թել Ավիվ։ Հրթիռային հարվածների հետևանքները Աբասաբի 104-րդ ոստիկանական բաժանմունքում միայն այդ հարվածից արդեն 210-ի է հասնում երեխաների զոհը։ Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների փոխանցում էր, որ Ռիադում հրդեհվել է մեծ հյուրանոց է հրդեհվել, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Բեյրութում Հեզբոլլահի գլխավոր հրամանատարի եւ շարժման այլ բարձրաստիճան անդամների վերացման մասին։ Իրավիճակը Բեյրութում շարունակում է լարված մնալ եւ մարդիկ դուրս են գալիս քաղաքից։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ինքնաթիռները հարված են հասցրել Իրանի Քերմանի ավիաբազային, իսրայելական եւ ամերիկյան կործանիչներ այսօր առավոտյան 2 անգամ հարձակվել են Սանանջիկի ռազմաբազայի վրա եւ այն այս համատարած այս վիճակն է։ Դոնալդ Թրամփի Կուբան դիտարկում է որպես երկրորդ երկիր, Իսրայելի գենշտաբի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Իսրայելը սկսում է հարձակողական գործողություններ Լիբանանում, նորից Իրանը սկսել է հրթիռային եւ անօդաչու սարքերի հարձակումների նոր ալիք տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների վրա։ Հետաքրիր էր սենատորներից մեկի հայտարարել Իրանի առաջնորդության ժամանակավոր խորհուրդը երկրորդ նիստն է գրավել, ձեր ասած որ իրենք արդեն սկսել են աշխատել եւ շատ ակտիվ են։ Կիպրոսի նախագահ Կիպրոսում բրիտանական ավիաբազային հարձակման է ենթարկել շահեդ անօդաչու թռչող սարքերի կողմից սենատոր Բերնի Սանդերս, շատ հետաքրիր է։ Թրամփը ասաց, որ մենք պետք է հարձակվենք Իրանի վրա, որովհետև չեն կարող թույլ տալ, որ այն ատոմային զենք ունենա։ Լուրջ, սա նույն նախագահն է, Թրամփն է, ով հունիսին ասել էր, Իրանի ատոմային օբյեկտները ոչնչացվել են։ Այս են նույն մարդները, որ ասում են, այո, սուտը չէ, իրենց սենատորն է ասում, որ հիշեք, թե ինչ է հայտարարում։ Ոչ մի օբյեկտ չէր ոչնչացվել, որտեղ 80 մետր եւ ավել խորությամբ
ու առավելագույն կարող էր 60-70 մետր B2-ի վրայից հրթիռները հարվածել 12 օրվա վերջին 1-2 օրում B2 ռմբակոծիչները ամերիկյան գնացին, բայց իր վրայից ոչ թե հրթիռներ գնացին, որ 60-70 մետր խորությամբ բունկերներին կարող են խփել, այլ արկ էր։ Արկը առավելագույն 20 է։ Փոխադարձ պայմանավորվածությամբ, այսինքն այդ կռիվը այդպես վերջացավ։ Լավ, հիմա գանք արձանագրում ենք հետեւյալ իրողությունը։ ԱՄՆ-ի հետ պայմանավորվել նշանակում է քեզ դնել ԱՄՆ-ի զոհասեղանին։ Սա արձանագրում ենք որպես իրողություն։ Ջա։ Եվ ցանկացած երկիր, ով ԱՄՆ-ի կամ իր դաշնակիցների հետ, այդ թվում օրինակ Թուրքիայի, Թուրքիան համարում է ԱՄՆ դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Այս տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Թուրքիան։ Թուրքիայի հետ պայմանավորվել նույնա թե պայմանավորվել ԱՄՆ-ի հետ։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը քեզ ուղղակի զոհաբերել է։ Մահացու է ԱՄՆ-ի հետ բարեկամությունը, հիշեք։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական կյանքում դի նոր բանաձևում լինի։ ԱՄՆ-ի հետ դաշնակցելը մահացու է կամ բարեկամանալ մահացու է, որտեվ դրա համար Իրանի ղեկավարությունը հատուցեց, որ իրենց մտքով անգամ չի կարող անցնել, որ 100%-ով եկել են ընդհանուր հայտարարել, որ պիտի կնքվի համաձայնագիր, դետալները պիտի մշակվեն արդեն ղեկավարների հետ, ամեն մեկը իր ոլորտի։ Մարդիկ հավաքվում են երկրի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատավայրում եւ հարված են ստանում։ Հիմա ԱՄՆ-ի համար սկզբունքը հետեւյալն է. միջոցների մեջ որից է խտրականություն չկա, կարևորը նպատակին հասնելն է, հաղթելն է, թե ինչ սահմաններ է անցնում։ Իդեպ ցավակցական հեռագիր երեք Ռուսաստանի Դաշնության նախագահ այս դեպքերի հետ կապված եւ Խամենեյի մահի եւ այդ երեխաների եւ զոհերի քաղաքացիական անձանց ուղղել էր ԵԿ նախագահային Իրանի Պեզեշկյանին։ Դա շատ կարևոր շեշտադրում էր ԱՄՆ-ի կեցվածքի վերաբերյալ մարդկության դեմ եւ միջազգային իրավունքի դեմ։ Ահա սա է ԱՄՆ-ի քայլը։ Այսինքն ԱՄՆ-ը քայլ է արել, որը այդ ես ենթադրում եմ, որ այդ մարդկության դեմ հանցանքը ավելի շուտ իր մեջ հենց ներառում է սա։ Կամ լավ, ուրիշ բան, առաջին հարվածներից, ավիահարվածների ժամանակ ընդ որում յուրաքանչյուր թիրախ միլիմետրով մշակված է։ Այդ դեպքում հարց է առաջանում, եթե մշակված է, ինչ գործ ուներ ռմբահարումը այն դպրոցին, որտեղ իր առաջիններից մեկը իքական սեռի ինչ էին ուզում ցույց տալ դրանով։ Ես կարծում եմ սա որ ոչ մի բանի առաջ չեն կանգ։ Չէ, ես այդ ոչ մի բանի առաջ չկանգնելը արդեն ինքնին Խամենեյի աշխատավայրին խփելը դա արդեն չափորոշիչ է, հա։ Ես կարծում սա միգուցե այն հիվանդագին ուղեղներում առաջացած միտք է, որ ասենք երեխաների զոհաբերություն տե արվի։ Մոտ 100-200 երեխա զոհվել են, փլատակների տակից դեռ հանում են։ Այո, զոհաբերություն է ակնհայտ, իսկ մենք գիտենք ժամանակին այդպիսի զոհաբերություններ անձինք, որոնք հիվանդ ուղեղներ ունեն, նման զոհաբերություններ նաև երեխաների արել։ Իդեպ այդպիսի զոհաբերություններ նաև արել են Էփշտեյնի մոտ, ուշադրություն դարձրեք։ Երեխաների զոհաբերություն, մարդկանց զոհաբերություն, մարդու միս ուտել։ Այսինքն դուք հասկանում եք որտեղ։ Հիմա մենք ամեն ինչ գնահատում ենք մեր ընկալումներով, խղճի, քրիստոնեական, բարոյականության։ Եվ ասում են օրն էլ կարևոր, նախորդին է արվել։